շատ սեր, բարություն, ջերմություն եւ իհարկե մեծ կամք։ Այս ամենը մեր հյուրի մասին է։ Ասում են նա շատ համբերատար է, խաղաղ, հանգիստ, բայց նաեւ պահանջկոտ։ Կին, ով հասել է այն ամենին, ինչին ձգտել է։ Իսկ թե ինչպես պիտի փորձեմ բացահայտել այսօր։ Իմ հյուրն է Հայաստանի Պետական Ֆիլհարմոնիկ նվագախմբի տենորեն Ռուզան Սիրունյանը։ Տիկին Սիրունյան, անչափ հաճելի է ձեզ տեսնել մեր տաղավարում։ Ես նույնպես շատ ուրախ եմ, որ այսօր ձեր հյուրն եմ։ Բարի երեկո։ Ողջույն։ Մեր զրույցը ուզում եմ սկսել մի փոքր ետ գնալով դեպի անցյալ։ Որքանով է ձեր այսօրվա աշխատանքը համապատասխանում ձեր մանկության երազանքին։ Եթե չեմ սխալվում, դուք ի սկզբանե երազում եք դառնալ ասմունքող։ Այո։ Երբ էր դա։ Անկեղծ ասած, ընդհանրապես չի համապատասխանում այն երազանքներին, ինչ այսօր կա, եւ մինչեւ 8-րդ դասարանը երազում էի ասմունքող դառնալ եւ հաճախում էի ասմունքի դասերի այն զգացողությամբ, որ պետք է բանասեր դառնամ կամ ասմունքող դառնամ, սակայն 8-րդ դասարանից շրջադարձ տեղի ունեցավ եւ տխուր առիթով իհարկե հորս մահվան, այո, առիթից կարծես մի անգամից փոխվեց ամեն ինչ եւ որոշեցի, որ իր մասնագիտությունը պետք է ընտրեմ եւ դառնամ տնտեսագետ։ Երբ կորցրեցիք ձեր հորը, շատ բան փոխվեց ձեր կյանքում։ Դուք խոստովանել եք, որ ձեզ շատ օգնեցին այդ տարիներին։ Օգնեցին բարեկամները, հարազատները, ընկերները եւ հատկապես հարևանները։ Ինչ եք կարծում, մեր իրականության մեջ այսօր հարևանները պատրաստ են այդքան ջերմ ու սրտակից լինել։ Ես կարծում եմ, որ չի կարելի համեմատել, որովհետեւ նախկինում եթե մենք բոլորս հիշում ենք, որ բոլոր շենքերը 5 հարկանի շենքեր էին, քարե շենքեր, եւ այդ հարևանները անկախ իրենց կամքից հնարավոր չէր, որ չշփվեին իրար հետ։ Իհարկե այդ հին ավանդույթը շատ գեղեցիկ էր, շատ մեկը մեկի հոգսով ապրելով, ուրախությամբ ուրախանալով, եւ իսկապես ինձ շատ այդ տարիներին օգնել են իմ հարևանները, որովհետեւ հայրս շատ երիտասարդ է մահացել եւ մայրս 4 երեխա պետք է մեծացներ, իսկ հետո այդ տարիներին դա 77 թվականն էր, ուղղակի երիտասարդ չէր մահանում, այսպես կարող եմ ասել։ Մարդիկ ծերանում էին, նոր մահանում էին։ Հիմա այս պատերազմները, այս երկրաշարժը կարծես մեզ շատ կոփեց այդ հարցերում։ Եվ իսկապես 32 բնակիչ է շենքում, ես շատ լավ հիշում եմ դա, բոլորի տներում նույնիսկ հորս նկարով այսպես փոքրիկ գեղեցիկ պատրաստել էին եւ դրել էին իրենց տներում։ Չգիտեմ, ինձ թվում է, որ եւ հարևանները եւ բարեկամները եւ ընկերները շատ մեծ նշանակություն ունեն մարդու կյանքում, առավել եւս տխուր պահերին։ Երբ կյանքից հեռացավ ձեր հայրը ու ձեր մայրը սկսեց աշխատել, ձեր կյանքում շատ կարևոր դեր խաղաց ձեր տատիկը։ Ինչ ուրախ եմ, որ բախտը վիճակվել այդ հարցը ունենալու, անկեղծ ասած, որովհետև տատիկս, որ հորս մայրն էր, նա մեզ հետ 22 տարի մինչև իր մահը ապրեց մեզ հետ, եւ մայրս, քանի որ երբևիցե չէր աշխատել, միայն տնային տնտեսուհի էր եղել եւ հազիվ հասցնում էր 4 երեխային հագցնել, ուտացնել, պատկերացնում եք այդ տարիներին չունենալով կրթություն, ամենա վատը, որ կար այդ տարիներին չունենալով կրթություն, պետք է մեզ մեծացներ եւ իր ֆիզիկական աշխատանքի շնորհիվ, այսպես կարող եմ ասել, նա մեզ մեծացրեց եւ ուսման տվեց բոլորիս։ Միայն այդ զգացողությունը, որ ուներ, որ ինքը իր վրա էր զգացել, որ կրթությունը ինչ կարեւոր է, նա միշտ մեզ ասում էր, հնարավոր չէ, պետք է կրթություն ստանաք, որովհետեւ երբեք չես կարող իմանալ կյանքում ինչերի կարող ես հանդիպել։ Եվ տատիկս իսկապես ինքը կարծես թե մոր դեր խաղաց մեր կյանքում, որովհետև ես հիմա շատ վառ հիշում եմ, որ դե նայել
կարծեմ, որ տատս, եթե չեմ սխալվում, 8-ամյա թե 7-ամյա կրթություն ուներ, դե այդ տարիներին գիտեք, բայց այնքան իմաստուն կին էր, որ նույնիսկ ես հիշում եմ, որ եղբորս, երբ որ ստուգարկների ժամանակներ, նույնիսկ այդ օրերը հիշում էր եւ ասում էր նստի պարապի, որովհետեւ վաղը ստուգարկ ունես, վաղը նույնիսկ մի կատակով մի բան եմ ուզում հիշել, մի անգամ եղբորս վարքի համար մեկ էին նշանակել, այդպիսի բաներ կար դպրոցում, ասեց վայ, Էդո ջան շուտ արա բեր գոնե օրագրիդ մեջ այդ մեկը երկուս սարքենք, թե չէ որ մամատ եկավ պատկերացնում ես ինչ կլինի։ Եվ այսպիսի հիշողություններ, ուրախ եմ, որ այդպիսի տատ եմ ունեցել, որը նեցուկ է կանգնել մեզ, մեծացրել եւ ամեն րոպե մեր կողքին ա եղել։ Դուք նշել եք, որ մինչև ամուսնանալը դուք արդեն տնտեսության մեջ բավականին փորձ ունեիք, տնային տնտեսության մեջ ճաշեր էիք պատրաստում, հա, այդ ամենն էլ էր գալիս տատիկից։ Ես այդքան չէի ասի, ինչքան պատրաստում եմ, այնքան որ տեսնում էի ավելի շուտ, որովհետև տատս լինելով ավանդապաշտ մի կին, միշտ ասում էր բալիկ ջան, մենք 3 քույրեր էինք եւ 1 եղբայր, եւ անընդհատ մեզ ասում էր բալիկ ջան, աղջիկը պետք է ճաշ էփել իմանա խոհանոցում իրեն դրսևորի եւ եթե նույնիսկ ես ամեն ինչ պատրաստում եմ, դուք իմ կողքը պետք է կանգնեք եւ սովորեք այդ ամենը։ Եվ երբ որ ամուսնացա, անկեղծ ասած, նույնիսկ միշտ աշխատել եմ, այսինքն այդպես չի եղել, որ այդ խոհանոցի հոգսը իմ ուսերին է եղել, բայց ես միշտ սիրել եմ խոհանոցը, շաբաթ կամ կիրակի օրերին ինքս եմ ուզել, որ ամեն ինչ ես անեմ։ Որոշեցիք շարունակել հայրիկի գործը եւ ընդունվեցիք Երևանի Պետական Ժողովրդատնտեսության ինստիտուտի տնտեսագիտության բաժինը։ Հեշտ էր արդյոք հումանիտար ուղղությունից անցնել ճշգրիտ ուղղություն։ Իհարկե շատ դժվար էր։ Դժվար էր այն առումով, որ ճիշտ է, հավասարազոր սովորում ենք բոլոր առարկաները, բայց շատ դժվար էր, ասենք մաթեմատիկական առարկաները ավելի շատ ուսումնասիրել, ավելի, բայց այդ համարձակությունը ես ունեցա եւ կարծեմ, որ նույնիսկ ընդունելության քննությանը ես հիշում եմ, որ ոչ ցածր գնահատականներ ստացա, այդպես լավ էր։ Իհարկե առաջին տարին ես չընդունվեցի, դուրս մնացի կոնկուրսից եւ 1 տարի աշխատեցի, այն ժամանակ պետք է ունենայի ոչ մասնագիտական, այլ բանվորական ստաժ։ Եվ ավտոագրեգատների գործարանում աշխատեցի, այնտեղ վերահսկիչ ՕՏԿ, այդ ժամանակ այդպես էին ասում։ 1 տարի հետո ինձ բախտ վիճակվեց ընդունվելու եւ դժվարություններ եղան իհարկե, բայց ասեմ, որ իսկապես նաեւ դպրոցական ընկերները շատ օգնեցին ինձ այդ առումով։ 84-ից էլ սկսեցիք աշխատել Հայ համերգ միավորումում, որպես գլխավոր հաշվապահի տեղակալ։ Այո։ Այնտեղ ինչպես հայտնվեցիք։ Այ հենց դա է ասում, որ հավատում եմ ճակատագրին, որովհետև երբ ներքին մեծ ցանկություն ես ունենում արվեստում հայտնվելու, նշանակություն չունի, նույնիսկ հաշվապահի տեսքով, թե դերասանի, թե ասմունքողի, միևնույն է դու հայտնվում ես։ Ինձ թվում է, որ իրոք ինձ ճակատագիրը ժպտաց եւ ես հայտնվեցի այդտեղ Հայ համերգ միավորումում, որը մի շատ մեծ կառույց էր, շատ, որովհետեւ բոլոր երաժշտական խմբերը, բոլոր դահլիճները գտնվում էին այդ ժամանակ Հայ համերգի տնօրինության տակ եւ մենք առիթ էինք ունենում շատ արվեստագետների հետ հանդիպելու, թեպետ դա հաշվապահություն էր ընդհանուր բաժինը, բայց գիտեք, գործի բերումով անընդհատ շփումներ տեղի էր ունենում եւ ես նույնիսկ այդ տարիներին ինձ չէի համարում հաշվային աշխատող, անverջ ուզում էի, որ արվեստագետների հետ շփվեմ, ինչ-որ բաներ իմանամ իրանցից եւ չգիտեմ, ինչ-որ փոխադարձ շփում էր լինում արվեստագետների եւ իմ միջև։ Այնուհետև դուք սկսեցիք աշխատել Կոմիտասի անվան քառյակում, Երևանի կամերային երաժշտության տանը, իսկ 2000-ից էլ սկսած արդեն Արամ Խաչատրյանի անվան համերգասրահի ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրեն։ 2000-ից տնօրեն չեմ, բայց 2 տարի փոխտնօրեն աշխատեցի, այնուհետև տնօրեն, այսինքն այսպես եթե անցնենք իմ աշխատանքային ուղիով, կտեսնենք, որ անընդհատ մշակույթում եմ աշխատել, նույնիսկ ես հիշում եմ, որ երբ Հայ համերգում աշխատում էի, ես մի քանի ամիս այլ վայրում եմ աշխատել,
որտեղ շատ ավելի բարձր աշխատավարձ էր, բայց ինձ համար օտար բարքեր էր։ Եվ մի օր, երբ շատ լավ եմ հիշում, մի քանի ամիս հետո Արամ Խաչատրյան համերգասրահում Աշոտ Ղազարյանի մենահամերգն էր։ Այդ օրը շատ վառ էի մեջ տպավորվել, որովհետև դրանից հետո փոխվեց ամբողջ իմ կյանքը։ Եվ ես երբ որ եկա համերգի, պարզապես արդեն այլ տեղում աշխատելուց հետո, համերգին երբ եկա ու տեսա այդ բազմությունը իմ ընկերներին, աշխատանքային, արվեստագետներին, ես շատ մի տեսակ հուզվեցի եւ մտածեցի, ինչի՞ս է պետք նույնիսկ բարձր աշխատավարձը, երբ որ ես կարող եմ, ասենք, իմ սիրած վայրում հայտնվել։ Եվ շատ լավ հիշում եմ, իմ գլխավոր հաշվապան, որ դարձյալ այդտեղ էր, ես սենց կիսաթած աչքերով ասեք Նար Գրիգորևնա, ես այնպես եմ ուզում հետ վերադառնամ էլի, ասեց ամեն ժամանակ պատրաստ եմ Ռուզաննա ջան, հետ վերադարձիր։ Եվ ես ուղիղ մեկ շաբաթվա մեջ ազատման դիմում գրեցի եւ վերադարձա եւ այսօր որ հետադարձ հայացքով նայում եմ, մտածում եմ, որ միգուցե նախախնամությունն էր, որովհետեւ այդ նույն դահլիճից նորից կարծես վերսկսվեց իմ աշխատանքային առօրյան։ Դուք այն մարդկանցից եք, ովքեր սեփական ուղին կարողանում են հաղթահարել հենց սեփական ուժերով։ Այնուամենայնիվ յուրաքանչյուր մարդու կյանքում լինում են մարդիկ, ովքեր կարևոր են, ումից սովորում ես։ Ձեր կյանքում նման մարդիկ եղել են։ Իմ կյանքում մինչև հիմա նման մարդիկ կան, որովհետև եթե մարդ սկսի մտածել, որ ինքը ամեն ինչ գիտի եւ սովորելու բան չունի, կվերջանա իր կյանքը։ Ինձ համար ամեն օրը նույնիսկ սովորելու բան կա եւ իրապես եթե վերցնենք, նույնիսկ եթե վերցնենք, որ ես երազում եի ասմունքով դառնալ, դրանք շատ տարբեր են դասական երաժշտության հետ, որովհետև ես կարծում եմ, որ այսօր Հայաստանի Հանրապետության ամենամեծ կառույցներից մեկը տնօրինելով պետք է ամեն օրյա աշխատանք ունենամ, ինքս ինձ վրա, չեմ կարող այդպես շատ հարցերում թույլ տալ, որ ինչ-որ բան չիմանամ, որովհետև ամոթ կզգամ ուղղակի։ Ես նույնիսկ ավելին ասեմ, երբ ինձ առաջարկեցին տնօրեն դառնալու, ժամանակավոր պաշտոնակատար եղել եմ 1 տարի 8 ամիս եւ ոչ թե նրա համար, որ հնարավոր չէր, որ ավելի շուտ դառնայի տնօրեն, այլ միայն այն պատճառով, որ ինքս պետք է հասկանայի արդյոք այդ մեծ կոլեկտիվը կընդունի ինձ, թե ոչ, որովհետեւ դա շատ կարեւոր հարց է ղեկավար լինելու համար։ Եթե աշխատում ես մի վայրում, որտեղ քեզ գոնե ամբողջ կոլեկտիվի մեծ մասը չպիտի ընդունի, ուրեմն անիմաստ է այդ աշխատանքը, իմ կարծիքը այդպիսին է։ Եվ ասեմ, որ այդ տարիներին շատ մարդիկ մի օր մայստրո Թոփչյանը ինձ ասեց, լսի, ես գնալու եմ նախարարի մոտ, որպեսզի քո հրամանը տան, ասում եմ, բայց ինչի, ասում եմ, որովհետև այնքան մարդիկ են մոտենում եւ շատ մարդիկ գալիս են մտածելով, որ դու ժամանակավոր պաշտոնակատար ես, ուզում են, որ անպայման իրենք տնօրեն դառնալ։ Ես ասում եմ, մայստրո ջան, դե եթե իրենք ավելի լավ կարող են անել, ինչու՞ չէ, որովհետև ես իսկապես չի եղել դա իմ երազանքը անպայման տնօրեն լինելու կամ ղեկավար պաշտոն ունենալու, պարզապես կարծում եմ իմ աշխատասիրության շնորհիվ մարդիկ նկատել են եւ առաջարկել են, բայց դա չի նշանակում, որ ես ամեն ինչ իմացել եմ։ Կարծում եմ, որ սովորելը ամենակարևոր բանն է եղել այս տարիների մեջ։ Այսքան տարի տնօրինում եք Ֆիլհարմոնիկ նվագախումբը, ինչ հարաբերություններ ունեք ձեր աշխատակիցների հետ եւ ո՞րն է Տիկին Սիրունյան ըստ ձեզ լավ տնօրենը։ Շատ դժվար հարց է, ես այս րոպեին էլի չեմ կարող ասել, ես շատ լավ տնօրեն եմ, թե ոչ, բայց երևի թե, որ այսքան տարի այդտեղ եմ, կարծում եմ, որ ինչ-որ արժանիք ունեմ դրա համար, պարզապես մի բան կարող եմ ասել, ամենակարևոր բաներից մեկը լսելու հատկությունն է, ղեկավարը ընդհանրապես պետք է կարողանա լսել, ցանկացած աշխատողի, սկսած չգիտեմ, նույնիսկ պահակային ծառայության որևէ պահակից մինչև երաժիշտի դու պետքա կարողանաս լսել եւ այնուհետեւ որոշումներ կայացնել։ Ոչ թե
այսպես կան, ես գիտեմ այդպիսի ղեկավարներ, էլի, որ իրենք մտածում են, որ այսօր ինքը կարող է հրամանը տալ, որովհետև կնիքը իր ձեռքում է, ստորագրությունը ինքն է դնում, բայց դա իրապես այդպես չէ, եթե սիրվածը, չգիտեմ սիրված, բայց ես շատ միշտ երազել եմ հարգված ղեկավար լինելու։ Հաճախ լինում է դեպքեր, որ ես այնքան անմիջական եմ իմ աշխատողների հետ, որ նույնիսկ մի բանից նեղանում եմ, ասում եմ ինչու ինչ չեք ասել, ասում են ամաչել ենք ձեզ ասենք, իսկ ես դրա առիթը տվել եմ, որ դուք չմտնեք իմ սենյակ։ Չգիտեմ, լավ ղեկավարը կարծում եմ, որ շփումն է իր աշխատողների հետ ամենօրյա, անմիջական, պարզ, անկեղծ, այս ամենը պետք է լինի ղեկավարի մեջ։ Ձեր դեպքում կարծում եմ մի փոքր ավելի դժվար է, քանի որ ղեկավարում եք արվեստագետների կոլեկտիվ, ովքեր անհատականություններ են եւ ովքեր մեղմ ասած տարբերվում են, հա, ուրիշներից։ Որքանով է կարողանում գտնել այն եզրերը նրանց հետ եւ նրանց չնեղացնելու, եւ նրանց ողջևորելու, եւ պահանջկոտ լինելու։ Գիտեք, երբ դու չես համարում, որ դու ղեկավար ես եւ քո անձը երբևիցե վեր չես դասում մի արվեստագետի, որը տարիներ շարունակ, ասենք, Հայաստանի Հանրապետությունում ճանաչված մարդ է եղել, կամ կոնսերվատորիայի պրոֆեսոր է, կամ երաժիշտ է, այդտեղ ստացվում է տանդեմը։ Պատկերացրեք, որ եթե ես չգիտեմ, ես կարծում եմ, որ մեր երաժիշտներից որևէ մեկը երբևիցե չի մտածում, որ ես ինչ-որ դուռը փակ նստած մի ղեկավար եմ սենյակի մի անկյունում, որովհետև ես ցանկացած ժամանակ կարող եմ դահլիճել, մտնել, շփվել, բարևել, համբուրվել, այսինքն երբևիցե չի եղել այնպիսի մի պահ, որ ես նեղվեմ այդ հարաբերություններից կամ որևէ բախում լինի։ Իրապես այս տարիների մեջ չի եղել դա։ Դրա համար չեմ զգում նույնիսկ այդ ամենը։ Տիկին Սիրունյան, դուք ամուսնացել եք 21 տարեկանում։ Այո։ Եվ այսպիսի մասնագիտական լուրջ գործունեություն եք ծավալել արդեն ամուսնացած կնոջ կարգավիճակում։ Ձեր ամուսինը երբեք չի նեղսրտվել։ Իմ ամուսինը ինձ օգնել է, որովհետև եթե նա չցանկանար, որ ես այսօր լինեի այս դիրքում, երբեք չէի լինի, որովհետև հաստատ ես կանանց այն տեսակից եմ, որ կգերադասեր ընտանիքը կամ պաշտոնը։ Դրա համար ինքը ինձ շատ օգնել է, եւ ոչ միայն ամուսինս, նաեւ իմ ընտանիքը, իր ընտանիքը, որովհետև ինչպես իմ ընտանիքը բազմանդամ է եղել, ես ամուսնացել եմ միտեղ, որտեղ դարձյալ բազմանդամ, այո, այսպես գեղեցիկ, ավանդապաշտ ընտանիք եւ բոլորը ինձ օգնել են, պատկերացրեք, սկսած կեսուրիցս, որը իմ երեխաներին, դուստրերից ծնված օրից պահել է եւ ասել է, որ դու գնա աշխատելու, դու տանը անելիք չունես։ Իսկ ամուսինս, գիտեք, այտենց հնարավոր չի, որ ընտանիքում ինչ-որ չլինի որևէ խնդիր ամուսինների կյանքում, որովհետև ես շատ ուշ եմ տուն վերադառնում, բացի այն, որ մինչև ժամը 6-ը զբաղվում եմ առօրյա աշխատանքով, դահլիճում յուրաքանչյուր օր համերգներ է, որին ստիպված ես դու մնալու, ոչ բոլորին իհարկե, բայց հիմնականում լինում եմ երեկոյան դահլիճում եւ շատ ուշ եմ վերադառնում տուն։ Պարզ է, որ շատ տղամարդկանց դա դուր չի գալիս, ինչպես նաև իմ ամուսնուն, բայց միշտ, չգիտեմ, այդ իրար հասկանալու, իրար ըմբռնելու եզրերը գտել ենք էլի երևի։ Որքանով է կարևորում տղամարդու դերը կնոջ կայացման հարցում։ Ես գտնում եմ, որ դա ամենակարևոր դերն է, ամենակարևոր, որովհետև եթե քո կողքին կա ուժեղ տղամարդ, նա չի կարող բարձույթներով, ասենք, այդպես կոմպլեքսավորված լինի եւ մտածի, որ իր կինը տնորեն է եւ ոնց կարելի է տնորեն կին ունենալ կամ ղեկավար կին ունենալ եւ կարծում եմ, որ յուրաքանչյուր տղամարդ, եթե օգնի իր կնոջը, կինը ավելի կայացած է լինում, ավելի ոչ ընկճված է լինում,
Եվ դրանից շահում է թե տվյալ տղամարդը եւ թե ընտանիքը։ Եվ ես փոխադարձ նույնը հակառակը կարող եմ ասել։ Յուրաքանչյուր կին էլ, եթե չօգնի իր ամուսնուն, նույնը կարող է լինել հակառակը։ Եվ ես այս տարիների մեջ երբևիցե չեմ պատկերացրել, որ կարող է կինը ինչ որ անիմաստ խանդեր ունենալ, մտածել, որ ամուսինը ուշ վերադարձավ, կինը, որովհետև ընտանիքը ինքը ինձ համար գոնե ընտանիքը փոխադարձ հարաբերությունների մի օղակ է, որտեղ եթե փոխադարձ վստահություն փոխադարձ չլինի, ուրեմն հնարավոր չի ուղղակի ապրել այդպիսի մի տեղում։ Իսկ մեր ընտանիքում բարեբախտաբար դա կա։ Դուք ունեք երկու դուստր, ինչով են նրանք զբաղվում։ Իմ դուստրերը ճիշտն ասած իմ մասնագիտությունն են ընտրել, երկուսն էլ, որովհետև ամուսինս շատ հեռու, ավելի հեռու մասնագիտություն ունի, ինքը իրավաբան է մասնագիտությամբ, պատմաբան, իրավաբան, տարբեր մի քանի ինստիտուտներ ավարտած, սակայն կարծես թե իմ ուղին են աղջիկներս բռնել, երկուսն էլ տնտեսագետներ են, փոքր աղջիկս դեռ շարունակում է սովորել, ավելի շուտ ավարտելով արդեն 2 ինստիտուտ, համալսարան, դարձյալ սովորում է Միացյալ Նահանգներում, իսկ մեծ աղջիկս առայժմ տնային տնտեսուհի է, ինչ առումով ժամանակավոր, որովհետև երկրորդ բալիկն է ունեցել, դրա համար հիմա տանն է։ Այո։ Ինչպիսի տատիկ եք դուք։ Կարծում եմ, որ տատիկը երբեք վատ չի լինում, իհարկե։ Մի առիթով իմ աղջիկները կարծեմ դեռ փոքր էին, մարտի 8-ին ինձ մի նամակ էին գրել եւ ես շատ ծանր տարա այդ քարատողը, որ իրեն գրել էին եւ գրել էին, որ դու շատ լավ մամա ես, դու աշխարհի ամենալավ մաման ես, բայց մենք դու ունես մի բան, որ մեզ չի բավարարում, մեզ հետ շփվելու, այո, մեզ հետ շփվելու ժամանակը եւ մենք ուզում ենք, որ դու ավելի շատ մեր կողքին լինես։ Ես իսկապես շատ նեղվել էի այդ բառերից ու մտածում էի ինքս իմ մեջ, արդյոք չպետքա վերանայեմ ինձ, որովհետև ամենակարևոր բանը իմ համար էս կյանքում երեխաներն են, թոռներն են, որոնց պետք է ժամանակ տրամադրես, իհարկե, բայց նույնիսկ ես իմ քույրերին միշտ ասում եմ, գիտեք, այս աշխատանքը համարեք, որ սա ժամանակավոր բնույթ է, մենք դեռ այնքան ժամանակ ենք ունենալու իրար հետ շփվելու, եւ ես խոստանում եմ ձեզ բոլորիդ, որ այն բացը, որ ես այս տարիների մեջ թողել եմ, ես ամբողջապես լրացնելու եմ, նույնը իմ թոռներին եմ ասում, եթե ինչ որ բան պակաս եմ արել կամ անում, անպայման լրացնելու եմ որևէ ժամանակ։ Այդքան զբաղվածության մեջ 2013-ից սկսած Հայաստանի Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակով դուք ընտրվեցիք Երևանի ավականու անդամ։ Ինչպես եւ ինչու մտաք այս ոլորտ։ Ոյ, շատ հետաքրքիր հարցեր։ Նախ շատ հպարտ եմ, որ Երևան քաղաքի ավականի եմ։ Իսկապես շատ հպարտ եմ, որովհետեւ երբ դու ապրում ես մի քաղաքում եւ միգուցե մի քիչ հեռվից ես նայում այդ քաղաքում եղած ամեն ինչին, թե թերություններին, թե առավելություններին, այս պարագայում շատ ավելի մոտիկից ես ամեն ինչին ծանոթանում, բայց եթե նորից ասեմ, որ պարզապես ինձ նկատել են, էլի այդպես կլինի, երևի դարձյալ ճակատագիր է, նախախնամությունն է, ես չգիտեմ, ես ընկերուհիներ ունեմ, որոնք քաղաքապետարանում էին աշխատում, որոնք նաև ավականու անդամներ էին, եւ մի առիթով կարծեմ, որ պարոն Մարգարյանին այդպես հուշել էին իմ գոյության մասին եւ պարզապես ես նախընտրական քարոզարշավին մասնակցեցի, ոչ թե մտածելով, որ ես անպայման պետք է դառնամ ավականի, պարզապես ես էլ էի ուզում ինչ-որ, որովհետև իսկապես տեսնում էի, որ մեր քաղաքապետը շատ բան է անում Երևան քաղաքի համար, ուզում էի ինքս էլ ինչ-որ մասով այսպես պրոպագանդեի, չգիտեմ ինչու։ Այդպես ստացվեց, որ ես քարոզարշավի մասնակցեցի եւ ինձ ուղղակի նկատեցին, առաջարկեցին, իսկ ես այդ առիթը բաց չթողեցի, որովհետև իսկապես ինձ համար շատ պատվաբեր ու հաճելի աշխատանք է դա
թեկուզ մի փոքրիկ բաներ իմ կողմից իմ քաղաքի համար անելու։ Այսպես է եղել։ Դուք ունեք պատվոգրեր, բազմաթիվ մեդալներ, ինչպես նաև արժանացել եք Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործչի կոչման։ Որքանով է կարևոր այս ամենը ձեզ համար։ Գիտեք, հաճախ հարցազրույցներում ես լսում եմ, որ մարդիկ ասում են, որ բոլորովին կարևոր չի այդ կոչումները։ Ես չեմ ուզում այդպիսի բան ասել։ Ես գտնում եմ, որ ընդհանրապես կոչումը ինչ որ գնահատելու մի միջոց է։ Եվ այս պարագայում ինձ համար շատ ավելի բարձր է այս կոչումը, գիտեք ինչու, որովհետև ինքը չլինելով այսպես շատ անմիջական մշակութային մարդ, երբ դու ստանում ես մշակույթի վաստակավոր գործչի կոչում, ավելի պատվաբեր է, քան որևէ արվեստագետի համար, որովհետև երբ արվեստագետ ես, բնականաբար դու պետք է ունենաս այդ կոչումը, բայց ես կարող էի լինել, ասենք, տնօրեն, ղեկավար եւ մինչեւ իմ կյանքի վերջ չունենալ այդ կոչումը։ Հեչ կարևոր չէր, որ որևէ դահլիճում նստած տնօրենին պետք է կոչում տան, բայց ինձ համար իսկապես շատ պատվաբեր է այդ կոչումը եւ ես հպարտանում եմ այդ կոչումով։ Որովհետև դուք դա վաստակել եք։ Միգուցե, շնորհակալ եմ, եթե վաստակել եմ։ Կա մի բան, որի մասին դեռ երազում եք։ Այ, գիտեք, Աստված մի քիչ երևի շռայլ է իմ հանդեպ եղել, անկեղծ, որովհետև աշխատանք ունեմ լավ, ընկերներ ունեմ շատ, ընտանիք, լավ ընտանիք։ Երևի այս պահին կմտածեի, որ փոքր աղջկաս ավելի երջանիկ տեսնելը, դա կուզեի, ամենաշատը։ Իսկ ավելի գլոբալ առումով, երևի կուզեի, որ աշխարհում այս պատերազմները չլիներ, անմեղ մարդիկ չզոհվեին, երեխաներ չգիտեմ, ինչ որ խաղաղություն կուզեի, էլի, հոգու, ամեն, այսպես ամբողջ աշխարհին, ոչ միայն մեր պետությանը, որովհետև եթե ամբողջ աշխարհում լինի, հաստատ մենք ավելի հանգիստ կապրենք։ Եթե այս ամենը, ինչով որ դուք զբաղվում եք, մի օր հանկարծ չլինի, ինչպես եք պատկերացնում ձեր կյանքը այդ ընթացքում։ Ես մտածում եմ, որ իրապես մի օր պետք է չլինի, իրապես այդպես եմ մտածում եւ բոլորովին չեմ նեղվի, եթե մի օր չլինի այս աշխատանքը, բայց կնեղվեմ մի բանից, երբ աշխատանքից հետո մարդիկ դիմացս դուրս գան եւ փոխեն ուղակի իրենց ճանապարհը, այդ դրանից շատ կնեղվեմ, ես դա միշտ եմ ասում եւ իմ աշխատողները կլինեն ուղակի մարդիկ, չեմ ուզի երբեք այդպիսի բան լինի, որովհետև գիտեք, աթոռը ընդամենը ինչ է, աթոռը մի բան է, որ մարդու էությունն է բացահայտում, երբեք չպետք է կառչել աթոռին եւ ասել պաշտոն ունեմ, վաղը չեմ ունենալու։ Ես ընդամենը կլինեմ շատ լավ տատիկ, կլինեմ շատ լավ մամա, ու իմ բարեկամների հետ կանցկացնեմ օրս, հետո մտածում եմ, որ բավականին այս վարքյանին չեմ պատկերացնում, որ հենց հիմա չպիտի աշխատեմ, բայց եթե այդ մի օրը մի քիչ ավելի ուշ գա, ավելի երջանիկ կլինեմ երևի։ Մեր զրույցի ընթացքում անընդհատ շեշտում եք, որ ճակատագիրը, նախախնամությունը իր մեծ ու կարևոր գործն է արել ձեր կյանքում։ Ինչի համար եք ամենից շատ շնորհակալ ճակատագրին։ Ամենաշատը երևի շնորհակալ եմ այն բանից, որ իսկապես ունեմ շատ լավ ընտանիք, 2 դուստր, դրանից մեծ բան չի կարելի սպասել ճակատագրից, այդ շատ կարևոր բան է, 3 տղաթոռ վերջապես, երևի դրանով իմ տղա չունենալու բացը լրացրել են իմ աղջիկները եւ իսկապես ես ամեն օր նորից ուզում եմ մի փոքր այդպես անդրադարձ կատարել, ես ամեն օր գիտեմ, որ այն մարդիկ, որ ինձ սիրել են եւ այսօր չկան, վերևից տեսնում եւ ուրախանում են այդ հաջողություններով։ Ես վստահ եմ, եթե նույնիսկ պահ է լինում, որ ես շատ մի ուրախ պահ եմ ունենում, մի հաջողություն եմ ունենում, ես գիտեմ, որ
Եվ հայրս, եւ այն մարդիկ, որ ինձ բարի են կամեցել, իրանք տեսնում եւ գիտեն դրա մասին, որ ես հասել եմ այդ հաջողությանը։ Ես սրտանց մաղթում եմ, որ ձեր կյանքում շատ լինեն նման հաջողություններ, որ վերևից այդ մարդիկ տեսնեն եւ ուրախանան։ Շնորհակալ եմ շատ։ Ես էլ եմ շատ շնորհակալ, շատ հաճելի էր ձեզ հետ զրուցել։ Այսպիսին էր Ռուզան Սիրոնյանը։